մոռանում են մի բան, որ պետք է զբաղվել նաև իրենց անձնական կյանքով, քայլել, սպորտով զբաղվել, շատ կարևոր է դա, եւ ես համարում եմ, որ բացի սպորտով զբաղվելուց նաև այդ տարիքում շատ կարևոր է սեռական կյանքով ապրելը, որովհետև ես չէ որ պիտի ասեմ, դա բոլորը գիտեն եւ դա հստակ ապացուցված է, որ սեռական կյանքը կնոջ համար, ընդհանրապես մարդու համար սեռական կյանքը շատ ուրույն եւ կարևոր դեր է։ Շատ է պատահում, որ ախտանշանների մեջ ասում են շոքելու մասին, նույնիսկ կոնֆլիկտներ կան, որ պատուհանանթդ բաց պահեք, տատիկները երբեմն ասում են սկեսուրները, որովհետև իրենք ասում ներսից ասես ջերմություն է, արդյոք դա էլ ախտանշան չէ մենոպաուզայի։ Այո, իհարկե դա ախտանշաններից երևի ամենակարևորն է, ամենահիմնականն է, որ գնում է գրեթե բոլոր կանանց մոտ, դա ջերմահորդանքներ, հայկական տարբերակով մենք սովորաբար սիրում ենք ժողովրդի լեզվով ասենք պրիլիվներ կոչվածները, դա ջերմահորդանքներ են, որը ի հայտ է գալիս հենց մենոպաուզալ շրջանում եւ ինքը իմ նշած բոլոր այն երևույթները, սպորտով զբաղվելը, վատ սովորությունները թողնելը, առողջ սննդակարգը, դրանք նպաստում են հենց այդ երևույթների մեղման։ Իհարկե դա կա, դա ոչ ոք չի բացառել, դա ինքը տևում է մոտավորապես մինչև 30 վայրկյան, այդ զգացողությունը, այդ շոկի զգացողությունը քրտնելը դա այսօր ժամանակակից բժշկության մեջ շատ դեղորայք են օգտագործում, շատ ֆիտոէստրոգեններ կան, որի ազդեցությունը ցավոք սրտի ապացուցված չէ, իրենք որից ազդեցությունը այսօր ամենաօպտիմալ տարբերակը, որը հստակ ապացուցողական տվյալներով այդ երևույթները մեղմելու համար ալանին ամինաթթու պարունակող պրեպարատն է, ինքը հենց ալանինն է, ինքը հիմնականում նպաստում է երևույթների մեղմանը եւ կան պրեպարատներ, որոնք պարունակում են ալանին ամինաթթուն եւ մենք խորհուրդ ենք տալիս, նշանակում ենք նման դեղորայք կանանց այդ երևույթները մեղմելու համար։ Իհարկե մենոպաուզայի մեջ գտնվելու մի քանի պատճառներ կան ֆիզիոլոգիական տարիքային եւ ցավոք սրտի երբեմն դա լինում է բժշկական միջամտություններից հետո, երբ որ ինչ պատճառներով, հիվանդության պատճառով հեռացվում է ժամանակից շուտ երիտասարդ կնոջ սեռական օրգանները, արգանդը, առավել եւս ծվարանները, երբ որ հեռացվում են, մենք այսպես ասած դեղորայք վիրաբուժական կաստրացիայի են ենթարկում անկախ մեր կամքից կնոջը, ինչ այնքան էլ ցանկալի չի, բայց երբեմն մենք ստիպված ենք լինում, այդ պարագայում խնդիրները ի հայտ են գալիս ավելի շուտ, ավելի ագրեսիվ, ավելի ինտենսիվ, որովհետև դա հիմնականում ավելի երիտասարդ կանանց մոտ է լինում եւ երբեմն նման կանանց իրականում անհրաժեշտություն է լինում փոխարինի հորմոնալ թերապիա նշանակելը, որովհետև նրանց մոտ քանի որ ինքը բնական ֆիզիոլոգիական ճանապարհով չի, իրանց մոտ ավելի ագրեսիվ, ավելի ծանր է ընթանում այդ ամեն ինչ։ Ինչ է ցույց տալիս ձեր պրակտիկան այն դեպքերում, երբ որ կինը երիտասարդ է եւ ստացվում է միջամտություն է արվել հարկադիր եւ տարիքային, մարդիկ դիմում են այդ ախտանշանները մեղմելու խնդրանքով, գալիս են, թե եթե որ գիտեն բնական process է տարիքի հետ ընթացող, չեն էլ հետևում, չեն էլ գալիս, որպեսզի այդ ախտանշանները մեղմեն տարիքով կանայք։ Ցավոք սրտի ես պիտի փաստեմ մի իրականություն, որ մեր կանանց, հայ կանանց չեմ ասի բոլորը, բայց դրանք մեծ թիվ են կազմում մեծամասնությունը, մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, բժշկի իրենց կյանքի ընթացքում գնում են միայն այն ժամանակ, երբ որ 2 կամ 3 անգամ ծննդաբերել են։ Ցավոք սրտի վերջի ծննդաբերությունից հետո կան մարդիկ, ոնք երբեք գինեկոլոգի այցելության չեն գնացել, խորհրդատվության չեն գնացել, ընդհանրապես բժշկական հետազոտության չեն գնացել, կան այդպիսի կանայք, բայց ես համարում եմ, որ դա ամենասխալ եւ ամենավատ բանն է, որովհետեւ այսօրվա ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս ցանկացած խնդիր, անգամ ամենավատ հիվանդությունները ճիշտ ժամանակին ախտորոշելիս, սկզբնական փուլերում հայտնաբերելիս լիարժեք բուժման կարող ենք հասնել։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս եւ խնդրում եմ մեր կանանց, առավել եւս այդ տարիքային խմբի, ովքեր որ ըստ իրենք համարում են, որ այլևս իրանց կին լինելը անցել է, իրենք այլևս դրա կարիքը չունեն, ցավոք սրտի ամենաշատ իրանք ունեն դրա կարիքը եւ առնվազն տարին 1 անգամ խիստ անհրաժեշտ է անցնել բուժզնություն, այցելել գինեկոլոգի, կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն եւ որոշակի հետազոտություններ, որը մեզ
թույլ կտա ժամանակին բռնել եւ կանխել այն չարիքը, որը կարող է կնոջը գալ եւ հասնել։ Ձեր ասածը ճիշտ եմ, չէ՞, հասկացա, որ հատկապես տարիքով կանայք գինեկոլոգի չեն գնում։ Համարում են, որ երեխաներն ունեցել են, այլևս գինեկոլոգի մոտ գնալու կարիք չէ, ինչ էլ կատարվի։ Եվ դրանով իսկ նպաստում են, որպեսզի ասած ոչ առասե, այլ հիվանդություն Եվ արդեն տալիս մեզ ասել 60-ից ավել կին։ Ես այդ դասակարգումը չեմ սիրում, չեմ ընդունում, որովհետև կինը միշտ մնում է կին։ Կինը այնքան ժամանակ է կին, քանի կողքը կա սիրելի ամուսին եւ լավ ընտանիք։ Բժիշկ, հայ կանանց մոտ ավելի շատ տարածված հիվանդություններից դե խոսեցինք անմիզապահությունը, դեռ կանրադառնանք, էլ ինչ հիվանդություններ կան, որ շատ են պատահում, արգանդի միոմա, կարծես թե ուղղակի դիտելով էլ, լսելով էլ կողքից կարծիքներով շատ պատահող է այդպիսի հիվանդությունը։ Կուզենայի անդրադառնամ նեղ մասնագիտական մեր գինեկոլոգիական խնդիրներին, որոնք կանանց մոտ հանդիպում են։ Ձեր նշած նաև քաշի ավելացումը, ինչպես նաև իմ վերը նշած խնդիրները, քաշի ավելացումը իհարկե դա նաև պայմանավորված է պոստմենոպաուզալ շրջանի հետ, բայց ոչ միայն դրանով, քաշի ավելացումը պայմանավորված է նաև մեր կանանց իմ այսպես նշած նստակյաց կյանքի, սպորտով չզբաղվելու, սննդակարգի, ցավոք սրտի ոչ միայն կանայք, մենք բոլորս սիրում ենք լավ նստել երեկոյան ուշ ժամի ընտանիքով կամ ընկերներով ճաշել, ուտել, պարկ, մի մրգից հետո խմորեղեն, խմորից հետո նորից միրգ եւ այլ շարունակական մինչեւ քնելը եւ դա նույնպես բերում է քաշի ավելացման, իսկ դուք լավ գիտեք, որ բոլոր խնդիրները գրեթե մարդու մոտ առավելից կնոջ մոտ առաջանում է քաշի ավելցուկից։ Քաշի ավելցուկին շատ վատ բան է եւ կարող է տարբեր խնդիրներ, վեզարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ, երակների վարիկոզ լայնացում, տրոմբոգոյացում, բոլոր խնդիրները կարող ենք կանխել հետևելով մեր քաշի ավելացմանը։ Եթե մենք կարողանանք ապրել այնպես, որ քաշի ավելցուկ չունենանք, շատ խնդիրներից կարող ենք խուսափել։ Մենոպաուզալ շրջանում, պոստմենոպաուզալ շրջանում ամենակարևորը կինը պետք է մաքսիմալ հրաժարվի իր վատ սովորույթներից, ծխել, ալկոհոլ, կոֆեինի չարաշահում, դրանք բոլորը այն նպաստող գործոններն են, իդեպ նշեմ, որ ծխող կանանց մոտ մենոպաուզան 1-2 տարի ավելի շուտ է սկսվում, քան չծխող կանանց մոտ, հա, եւ հրաժարվելով այդ վատ սովորություններից ինքը կարող է շատ ավելի մեղմ եւ ավելի սահուն անցնել այն բոլոր խնդիրները, որը ի հայտ են գալիս մենոպաուզայի հետ։ Իսկ ցավային ախտանշաններ կան, Այո, կանայք կան, որոնք այդ շրջանում ունենում են գլխացավեր, գլխապտույտներ, սրտխփոցներ, անհանգստություններ, դրանք բոլորը ժամանակի ընթացքում ճիշտ կանոնավոր շատ կարևոր է նաև սպորտով զբաղվելը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ոնց է մեր իրականության մեջ ցավոք սրտի մեր կանայք գերակշիռ մասը, հա, առավել եւս այդ տարիքի կանայք, իրանք բոլորը այսպես ոնց որ տանը ընտանիքով, թորներով, երեխեքով, իրանց խոհանոցով, տնային հոգսերով